Բարև Ֆակտոր TV հյուրը Երևանի Աշոտ Ղուլյանի Բեկորի անվան ավիամոդելավորման դպրոցի փոխտնօրեն Հարություն Բաբայանն է, ողջույն Բաբայան։ Ինչպես ասում են, օրը բարի չէր ռուսական մի շարք ռազմականների համար, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 40-ից ավելի ռուսական ինքնաթիռներ A-50, Tu-95, Tu-22 M3 եւ փաստորեն դրանք հետաքրքիր պատմություն է, բեռնատարներից են դուրս եկել, այսինքն ստացվում է ուկրաինացիները ներթափանցել են Ռուսաստանի խորքերը 4500 կիլոմետր։ Այո, 4500, դա հսկայական թիվ է եւ ըստ էության իրագործել են Սարդոստան գործողությունը։ Այ ինձ հետաքրքիր է, ինչպես է ձեր գնահատմամբ Ուկրաինան կարողացել նման գործողություն իրականացնել եւ ընդհանրապես նման կարողություն ձևակերպել եւ դա իրացնել։ Դե դա բարդ, այսպես ասած, օպերացիա է, ի նկատի ունեմ ռազմական նշանակության օպերացիա, որի, այսինքն թիկունքում գործելու բարդ օպերացիա, որի, այսպես ասած, ղեկավարը իրանց անվտանգության ծառայությունը, այսինքն արտաքին հետախուզության ծառայությունը կազմակերպել եւ ներթափանցման process-ը պարզ է, որ մի ամիս չի գրվել, երկու ամիս չի գրվել եւ հասնել եւ դա պլանավորվել է 4500 կիլոմետր խորություն Իրկուտսկի մաս հարցնելը, դա շատ բարդ բան է, այսինքն ավելի անվտանգ խորքային տարածքներ, որտեղ պահվում են այդպիսի ստրատեգիական նշանակության ինքնաթիռներ, որոնք ատոմային բաներ, մարտագլխիկներ տեղափոխող ինքնաթիռներ են, դրանք պատահական չեն, հետախուզական, օդում ռիսկավորման եւ բարդ ինքնաթիռներ են, այսինքն նրանց հասանելիության համար պետք է այդ բարդ մեխանիզմը մտածել, ներթափանցել թիկունք, գտնել մեքենաներ կամ գտնել տարածքներ, որոշ տեղերում դուք տեսեք, որոնք ասենք Մուրմանսկի բանի տարածքում հենց լքված, մոռացված ինչ որ անգարների միջից էին դուրս գալիս դրանք։ Բայց հարցը դա չի, հարցը նա է, որ այսօր պետք է մենք դիտարկենք, թե Ուկրաինան ինչ մարտավարություն է կիրառում, որպեսզի կարողանա դիմակայել այսպիսի պատերազմին։ Մենք հասկացանք, որ Ուկրաինան որդեգրել է մի ռազմական մոդել, որտեղ օգտագործվում են ամբողջությամբ անօդաչու թռչող սարքերը, սկսած անօդաչու ինքնաթիռներից մինչև FPV դրոնները, այսինքն դրոնները, որոնք տեսանելիության կամ հասանելիության այդ խնդիրը կարողանում են լուծել։ Եթե դուք տեսաք, դրանք օպտիկական կաբելներով են, որևէ մեկը բանով չէր, հեռակառավարվող կամ բան չէր, որպեսզի ռեպը կամ ռադիոէլեկտրոնային հետախուզությունը չմեկուսացնի նրանց։ Վերջին հայտարարությունը ամենահետաքրքիրն է, որ մինչև այսպես բանակցությունները Ստամբուլում ուկրաինացիները այսպես ամպագորգոր հայտարարություն արեցին, բայց բավական հիմնավոր, որ իրենց արտադրական կարողությունը 4 միլիոնի է հասնում, այսինքն իրենք կարող են տարեկան մինչև 4 միլիոն անօդաչու թռչող սարքեր ստեղծել։ Դա ինչպիսի հզորություն է, պարոն Բաբայան։ Դա ահռելի հզորություն է, մանավանդ իրենք ասում են, որ մենք այս պահին կարողանում ենք 2 միլիոնը բավարարել, մեզ ինվեստորներ են պետք, այսինքն ներդրող անողներ են պետք, մնացածը մենք կարող ենք անել։ Բայց դա պետք է խոսենք, թե ինչի հիման վրա իրանք կարողացան այսպեսի առաջխաղացում ունենալ։ Եվ կներեք, կարծես պատերազմի ընթացքում գեներացին այդ կարողությունները նաև գիտելիքներ։ Այո, այդ մարտահրավերները ստիպեցին, որպեսզի իրենք վերապրոֆիլավորվեն ու որոշ արտադրական ձեռնարկություններ, միավորներ կարողացան իրար այդ համագործակցության արդյունքում ստեղծել այս հնարավորությունը։ Պետք է հիշել, որ նույնիսկ սովետական տարիների ընթացքում մի քիչ իհարկե մեր մոդելավորման դպրոցից չեղում ենք, բայց կարևոր թեմա է, էլի, սա փոխկապակցված։ Հիմա խոսենք մեր խնդիրներից։ Խոսենք իհարկե։ Տեսեք, նրանք ունեն հսկայական արտադրական հզորություններ, դպրոցներ, ասենք Անտոնովի գործարանը, հաստոցաշինական գործարաններ, շարժիչների գործարաններ, որոնք կարողանում են ավիամոդելավորման կամ ավիացիոն ինդուստրիայում օգտագործեն։ Դրանք բավական մեծ ինստիտուտներ ունեն եւ բավական մեծ արտադրողական կարողություններ ունեն։ Այն ժամանակ Սովետական միությունը հաշվարկել էր, որ առաջխաղացումը Եվրոպայի գրավման, այսինքն 7 օրում մինչև Լիսաբոն ծրագրի շրջանակներում Ուկրաինան էր լինելու շարժիչը եւ Բելարուսիան, այսինքն իրանք մատակարարելու են եւ այդտեղից հարձակում մինչև Լիսաբոն 7 օրում, դա իրենց, այսպես ասած, մեծագույն sense պլանն էր ՆԱՏՕ-ի դեմ առաջխաղացումը կանխելու։ Ինչևէ, նրանք օգտագործեցին այս հնարավորությունը, այսինքն այդ ինժեներական միտքը, դպրոցները, նախաձեռնող խմբերը, նրանք կարողացան միավորել այդ համագործակցության արդյունքում ստեղծել տարբեր տիպի մոդելներ, տարբեր տիպի ու գոյություն ունեցող
ամենամեծ խնդիրը, որ իրանք լուծել են, այդ լոգիստիկ խնդիրն է։ Ինչին հեսա ես մեր այս դպրոցի հետ կապված խնդիրների արձանագրման ընթացքում կասեմ։ Ես մի քանի ինտերվյուներ առաջ ժամանակին ասել եմ, որ եթե նույնիսկ մենք Հնդկաստանից կամ Ֆրանսիայից ձեռք ենք բերում որոշակի ռազմական սպառազինության համար անհրաժեշտ նյութերը, բոլոր դեպքերում մենք միշտ ունենալու ենք լոգիստիկ խնդիր, որովհետև մեր հարևանները, որոնցով մենք շրջապատված են, եւ ցամաքային եւ օդային տեսակետից որոշակի խոչընդոտներ մեր համար ստեղծելու են։ Հետեւաբար, որպեսզի լոգիստիկ խնդիր չունենք, մենք տեղում պիտի արտադրություններ կազմակերպենք։ Եկեք մինչ սեփական արդյունաբերությունը անդրադառնալը, այ Ուկրաինան ոնց կարողացավ այդ տեխնոլոգիաները ստանալ, դա սեփական արտադրությանը, թե նաև դաշնակիցներն։ Շատ դեպքերում, որովհետև կնեք մի մասը կարող է արտադրվել Կանադայում, մյուսը Ֆրանսիայում, մեկը Միացյալ Նահանգներում, եւ քաղաքական խնդիրներ առաջանում։ Այո, իհարկե Ուկրաինան իր ամբողջ կարողությունների, այսպես ասած, 50%-ն է դրել, մնացածը ներմուծվել է եւ տեղում սկսել են արտադրել։ Օրինակ այդ բանը, եթե չեմ սխալվում, Ռամշտեյն, չէ՞, բանի դե իրանց այդ գերմանացիների, մյուսների աջակցությունը կար, այո, կար։ Բայց այստեղ կարևորը որ կային մարդիկ, որոնք ունեն այդ ինժեներական միտքը եւ լուծումները տվեցին։ Ինչ տվել են, ասիկան անհրաժեշտ նյութերը, որոնցով կարողացան անօթաչուներ, բանում սև ծովում, այսպես ասած, առանց պիլոտի, առանց էկիպաժի անօթաչու ասենք դրանց անօթաչու նավեր ստեղծել, որոնցով կարողանում են կանխել սև ծովից իրանց վրա հարձակումը, դա նորից իրանց արտադրական հնարավորությունների շրջանակում էր։ Ուրիշ բան է, լրացուցիչ կոմպլեկտուющий հայերեն ոնց է, լրացուցիչ նյութերը, որոնք կարողացան ձեռք բերել դրսից, դրանք այդ ամբողջ process-ի 50%-ն են կազմում։ Մնացածը իրանք են արտադրում, շարժիչները, էլեկտրոնային այդ ամբողջ հաղորդիչները եւ այլն, կաբելները, բաները, այդ լարերը, նրանք ձեռք են բերում, այսպես ասած, շատ բարձր որակի ակումուլյատորները, որոնք կամ լիցքավորիչները, որոնք հիմնականում արտադրում է Չինաստանը կամ եվրոպական մի քանի երկրներ, նույն մեծամասամբ Չինաստանը։ Մինչ մյուս հարցին անդրադառնալը, ձեր գնահատմամբ, սա այսպես ասենք, այս մեծ պատերազմում ինչպիսի նշանակության գործողություն է, դուք եթե այս հարցակումը բանակցությունների ընթացքում է լինում, երբ որ պիտի հանդիպեն, այդ նշանակում է, որ զիջումներ չի լինի, այսինքն նրանք զիջումների պատրաստ չեն, այսինքն բանակցությունները նրա մասին են, հիշում եք, վերջի անգամ ռուսները ասացին, որ եթե չհամաձայնվեք այս 4 մարզի կորուստի հետ, կլինի 5-ը։ Չէ, ուլտիմատում է։ Ավելի շատ, այո։ Չէ, ուլտիմատում այդպեսին է եղել, բայց այնց չի որ մեր հարևանը այդ նույն լեքսիկոնով, նույն ոգով, նույն ոճով չի խոսում մեզ հետ։ Իհարկե պատերազմը այսպես ասած վերջացել է, բայց վերաբերմունքը, այսպես սպառնալից վերաբերմունքը պահպանվել է, այդ նույն ոճն է։ Բայց ուկրաինացիները չհանձնվեցին, ուղղակի չհանձնվեցին ու շարունակում են իրենց process-ը։ Ուժի ցուցադրություն էր սա Ուկրաինայի կողմից, որ այո, մենք դա այսպես մեծ հաջողություններ չունենք, բայց չենք պատրաստվում հնազանդվել։ Այո, մենք պատրաստ չենք ձեր ասած զիջումներին։ Դա ուղղակի դրա մասն է խոսում։ Այսինքն մենք պատրաստ չենք։ Դրա համար բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են երրորդ էշելոնի բանակցողներ։ Առաջնայիններին դեռ չեն։ Եթե գային առաջնայինները, մենք հասկանանք, որ արդեն ամեն ինչ վերջանում է։ Շատ հետաքրքիր։ Պարոն Բաբյան, տեսեք, Ուկրաինան եւ Հայաստանը ինչ նմանություն ունեն, որ այդ լոգիստիկայի հարցը, Ուկրաինան կախված լինելով արտաքին մատակարարումներից, նրա այսպես զինվելու հարցը կախված է, թե Թրամփը ինչ ոտքի վրա վեր կկենա այդ օրը, հա, այսպես շատ պայմանական եւ սիրողական բան եմ ասում։ Նույնը կախված է նաեւ, ասենք, Գերմանիայում ինչպիսի կառավարություն կլինի, հա, եւ սրանից դասեր քաղելով կարծես նրանք ինչպես արդեն նշեցիք, սեփական ռազմարտությունաբերություն հիմնելու, զարգացնելու վրա են աշխատում եւ տեսնում ենք որոշակի արդյունքներ, հա։ Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարարը, որ պատերազմի ժամանակ կառավարում էր, Դավիթ Տոնյանը ասում էր, որ մենք պատերազմել ենք կատարյալ շրջափակման պայմաններում, սա մեզ հուշում է, որ ձեր ասած բանաձևը սեփական ռազմարտությունաբերություն ռեսուրսներ կարողություն ունենալու լավագույն լուծումն է ուղղակի շրջափակված Հայաստանի համար որոշակի ժամանակ մարդ վարել, պաշտպանվել եւ այլն, հա։ Սրանից ելնելով Հայաստանը այսօր ինչ կարողություն ունի այս ավիամոդելավորման դպրոցը կարծում եմ լավագույն
մասնագիտական հումքը կարող է տալ մեր պետությանը, կխնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես համաձայն եմ ու այստեղ հիմա ձեր եթերում ուղղակի այսպես կոչ կանեմ եւ Պաշտպանության նախարարությանը եւ ԲՏԱ նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը եւ Գիտության կրթության նախարարությունը ներառյալ, որպեսզի ուշադրություն դարձնեն նման դպրոցներին, որովհետեւ դպրոցների քանակը տարիների ընթացքում նվազել է։ Այժմ մնացել է մոտ 4 կամ 5, այսպես ասած, գործող դպրոցներ, որոնցից ամենախոշորը մենք ենք։ Ձեզ մոտ աշակերտներ են գալիս, որոնք մեզ մոտ սովորում են անվճար հիմունքներով 6 տարեկանից մինչև 17-18 տարեկան։ Այսինքն դպրոցից հետո հաճախում են, ինչպես Թումո են հաճախում, ինչպես այլ խմբակներ են հաճախում, եւ մենք երեխաներին սովորեցնում ենք ինչպես պատրաստել ինքնաթիռներ, ինչպես մոդելավորել, ինչպես աերոդինամիկ օրենքներից օգտվել, ինչպես կարողանալ օգտագործել ռադիոկառավարվող վահանակները, ինչպիսի սիմուլյատորների միջոցով ինչպիսի մանևրներ կամ վարժանքներ կարողան կատարել, եւ սպորտը որպես ավիամոդելավորում եւ այսօր սպորտի հետ համատեղ նաեւ ռազմաարդյունաբերության ինքը սիմբիոզ է, այսպես ասենք։ Եվ ինքը լավ պլատֆորմա, որտեղ կարող են երեխաներին հղկել եւ կարողանալ ստանալ, սկսենք ՊՆ-ից, Պաշտպանության նախարարության համար կադրեր, ովքեր կարողանում են անօթաչու սարքեր քշել։ Եվ կրթություն են ստացել, սիրողական մակարդակի վրա։ Ոչ, իրանք փորձառությունն է, որովհետեւ որոշակի մարզաձևերում, ասենք օթային մարտեր, չգիտեմ, վահանակներով, ռադիոկառավարող վահանակներով ղեկավարել եւ այլն։ Սրանք, եթե Պաշտպանության նախարարության հետ կարողանանք բանակցությունների գնալ, հուսով եմ այս ամսվա մեջ կստացվի դա, ես կցանկանայի, որպեսզի մեր երեխաները ունենային որոշակի ստատուս, որպեսզի բանակ գնալու ծառայության ընթացքում իրենք լինեն պիլոտներ, այսինքն կարողանային վարել։ Կտիրապետեն Պաշտպանության բանակում անհրաժեշտ այն հմտություններին, որոնք այսպես ասած գաղտնիության բանում մեջ են ու նրանք ունեն արդեն եւ պատրաստի կադրեր են գնում բանակը։ Երկրորդ ԲՏԱ նախարարության կամ ռազմաարդյունաբերության ոլորտի եւ մասնավորի, այսինքն ռազմաարդյունաբերության ոլորտում գտնվող արտադրողների հետ կապված։ Մենք կարիք ունենք, որպեսզի ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները մեզ հետ համագործակցելով իրենք տես պատրաստի արդեն ես կադրեր եմ, չէ՞ տալիս իրենք։ Պետք չի դրսից մարդ բերել, չեմ ասում ընդհանրապես պետք չի, պետք է, իհարկե պետք է, որտեղ մեր թողունակությունը, ասենք, տարեկան երևի 150 կամ նո, ասենք օպտիմալ 100 երեխա ենք տալիս։ Այդ 100 երեխան արդեն պոտենցիալ ռազմաարդյունաբերության մեջ աշխատող հմտություններ տիրապետող գործիքներից սկսած մինչև նախագծման փուլը անցած երեխաներ են, որոնք կարող են գնալ անցնել այս փորձնական շրջանները 3 ամիսա, 6 ամիսա, որից հետո իրանք կարող են նյութերին տիրապետելով արդեն կարող են այդ հմտությունները կիրառել։ Եվ այդտեղ զինված ուժերի, այսպես ասենք, զինատեսակների եւ ձեր աշխատանքի սինխրոնացման հարցեր եւ այստեղ շատ հետաքրքիր մի հարց է, էլի։ Օրինակ, տեսեք, ԲՏԱ նախարարությունից վերջերս օրենք բերեց, որով թույլ էր տրվում, որպեսզի ռազմաարդյունաբերության այն ձեռնարկությունները, որ փորձարարական շրջանում կորուստներ են կրում, նույն ձև մենք ենք կորուստներ։ Մենք երեխայի մինչև այդ հմտությունը սովորացնում ենք ինքնաթիռ քշելը, ինքը մի 5, 10, 15 ինքնաթիռ կոտրում է։ Կոտրումը ոչ թե դիտավորել, այլ այդ հմտությունները ձեռք բերելու ժամանակ մատորնա կոտրում, ֆյուզելյաժնա, թևնա կոտրում։ Երեխայը դա փորձելով ինքը հասնում է այդ արդյունքի, որից հետո ինքը դառնում է սպորտի վարպետ կամ տեխնացու, բայց այստեղ կարևոր արդեն ինքը կոտրել է, ինքը այդ փորձությունները ձեռք է բերել։ Ինքը արդեն գիտի ոնց անի, որ չկոտրի։ Բայց ես ունեմ այս խնդիրը, որ իմ այս կորուստները, եթե ԲՏԱ-ն կարողանում է մասնավորին հատուցի, որպեսզի ինքը կարողանա ծախսագրի իր ծախսերը, այսինքն փոխհատուցում, ես չունեմ այդ հնարավորությունը։ Ես կոտրեցի վերականգնելու խնդիր եմ ունեմ։ Ձեր դպրոցի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացման ինչ կարիքներ կա, եթե այսպես ավելի լուրջ ռելսերի վրա դրվի եւ ՊՆ-ն հետաքրքրություն դրսեւորի ռազմաարդյունաբերության կոմիտեն վերափոխել, upgrade անել, այսպես ասենք։ Այստեղ ասում եմ, էլի մենք պետք է այդ միկրոմիջավայրը ստեղծենք, այսինքն երեխան կամ ծնողը կամ երեխան եւ ծնողը պետք է հասկանան, որ այս շղթայի մեջ այդ միկրոմիջավայրը, որտեղից այս երեխան այս շրջանից հետո կարող անցնի այս շրջան, այս փորձարարությունից հետո անցնի այս շրջան, այդ միջավայրը պետք է։ Մենք ինչ-որ շատ անկախ ենք, ԲՏԱ-ն շատ անկախ է։
Պնը շատ իրար հետ չեն խոսում, այսինքն ոչ թե չեն խոսում, ես չեմ ուզենա այդպես կոպիտ դիտողություն անել, բայց նույն նպատակը չունեն, հա։ Սինխրոնիզացիան խնդիր ունենք, ոնց որ համատեղման խնդիր ունենք, հարմոնիզացիայի խնդիր ունենք ու շատ կարևոր է, որպեսզի մենք այս ոլորտի, ասում եմ, ռազմաարդյունաբերության բաները, արտադրողները մեր հետ իրանք պատվերներ տան, իրանք թելադրեն որոշակի բաներ, որովհետև հենց այդ միջավայրում է երեխան հասկանում իր պետք լինելը։ Այսինքն ձեր դպրոցի վրա մեծ ներդրում անելը դա հեռանկարային կարող է լինել նաև ռազմաարդյունաբերական իհարկե, ես դա նկատի ունեմ։ Ես ունեմ նաև այսպիսի խնդիր։ Այսինքն միայն պետության չդիմենք այսպես ասած։ Մեր պետությունը ինչ որ անելու է, արդեն արել է։ Ինձ հնարավորություն է տվել, որպեսզի ես դասավանդեմ, երեխաներ կրթեմ, երեխաներ մարզեմ։ Պետությունից հնարավորություն է տվել, որպեսզի ես անվճար այդ ամեն ինչը կազմակերպեմ։ Բայց ես խնդիրներ ունեմ էլի լոգիստիկ։ Օրինակ հիմա նոր եթերով էլի ուղիղ կոչ եմ անում այն արտադրողները, ովքեր որ կարողանում են շարժիչներ, այդ փոքր շարժիչները, չգիտեմ, էլեկտրական շարժիչներ, այդ ակումուլյատորները ես ուղիղ գնման հնարավորություն չունեմ։ Ուղիղ գնման հնարավորություն չունեմ, բայց այդ մարդիկ ովքեր կան, նրանք թող տեղում արտադրեն եւ ռազմաարդյունաբերությանը պետք է գա եւ մեր նման դպրոցներին, որից ես գնման հայտ ներկայացրել գնումների օրենքով։ Ես չեմ նայել, արդեն գիտեմ, որ այս կազմակերպությունների միջև ընտրություն։ Իսկ հիմա ներմուծման խնդիր ունեմ ես։ Մի խնդիր էլ ունեմ ներմուծման հետ, քանի ասել ենք ասեմ։ Տեսեք, օրինակ ես բարեգործ ընկերներ ունեմ, որոնք որ նվիրատվություն են արել դպրոցին, բայց քանի որ ես դպրոց եմ եւ ընկնում եմ այդ բարեգործության օրենքի տակ, բայց ես մի ամիսը սպասում եմ, որպեսզի բանը Մաքսատանը գտնվող իմ բեռը ինձ բարեգործության, տեսեք, խնդիր է, բայց միգուցե տեղյակ չեն որոշ ստրուկտուրաներ, որ այս շղթայի մեջ sense ընդհատումներ կա կամ բյուրոկրատական խնդրեմ կա։ Ես սա բարձրացնում եմ ուղղակի բան իմաստով, էլի, այսպես ասած, խնդիրը բարձրացնում եմ, որպեսզի անդրադարձ լինի։ Կամ հանդիպենք քննարկում անենք, որով կարող ենք այս խնդիրը լուծել։ Իսկ Հայաստանում ինչպիսի ապագա ունի ընդհանրապես այսպես դրոնային, հա, ռազմաարդյունաբերությունը, պարոն Բաբյան, իդեպ, եթե մենք այսպես մտքով հիշում ենք, հա, մեր բոլորիս միտքը 44 օրյանը եւ բայրակտարը դարձել էր մեր պարտության սիմվոլը, եկեք ճիշտ ասենք, եւ շատերը հիմա այս թեմայով, հիմա շատերը այս թեմայով մտածելիս, խոսելիս պատրաստում են նախորդ պատերազմին, հա, բայց առաջիկա պատերազմին երևի պետք է պատրաստվել, որտեղ դրոնները եւ արհեստական բանականությունը արդեն կարող է միավորված հանդես գան, միայն դրոնները չէ, այլ զինատեսակներն էլ, այսինքն արհեստական բանականությունը արդեն իրողություն է։ Սա ինչպիսի հաղթահարման ենթակա խնդիր է մեր պետության համար։ Տեսեք, այն պոտենցիալը, որ ունի ու ասենք տեխնոլոգիական քաղաք, մյուս այս ամեն ինչը շատ լավ է, զարգանում են, շատ լավ։ Բայց ես ուզում եմ, որպեսզի առաջարկս է այսպեսին, որպեսզի բոլոր այս ստրուկտուրաները, որոնք որ մանր կապերով, այսպես ասած, արվակներով մոտենում են մեկ ընդհանուր ամբարին, այդ արվակները լինեն մշտապես հոսող։ Տեսեք, օրինակ հանրապետությունում արդեն շատ վաղուց մասնավոր կազմակերպություններ կան, որոնք վճարով կամ անվճար հիմունքներով էլի երեխաներին հմտություններ են սովորացնում։ VR ակնոցներով տարածության մեջ քշել, բոլորը ունեն սիմուլյատորներ, կարողանում են ռելիեֆի մեջ աշխատել։ Վերջերս FPV դրոնների մրցույթ եղավ Գազպրոմի դպրոցում, շատ հետաքրքիր մրցույթ էր, մրցաշարը Երևան քաղաքի, դա քիչ լուսաբանվեց։ Իմ երիտասարդ ընկերներից հայկներ կազմակերպել, բայց իմ ասածս հետեւյալն է, որ գոյություն ունեցող հաջորդ հնարավոր պատերազմը լինելու է ամբողջությամբ 80%-ով ռոբոտիզացված կամ արհեստական ինտելեկտի տրամաբանության մեջ։ Մարդ ուժը ուղիղ թշնամուն տեսնելու այդ հնարավորությունը չի ունենալու։ Օգտագործվելու ամբողջությամբ արհեստական բանականություն եւ անօթաչուները։ Մենք մի քիչ անօթաչու ասելով պետք է այդպես գլոբալ հասկանանք։ Դա կլինի անօթաչու ինքնաթիռները, դրոնները, նավերը, չգիտեմ, ամեն ինչ ռոբոտիզացված այդ բաները, որոնք կտեղափոխեն զենք, զինամթեր կամ դուրս կբերեն վիրավորներին պատերազմի դաշտից, ժամանակը դրան է տանում ու մարդիկ խնայում են մարդկային կյանքերը։ Հաղթահարելի խնդիրներ են դրանք մեզ համար։ Գիտեք, եւ ինչպիսի փորձ կա, դա էլ է հետաքրքիր։ Ես դες մի բան ասեմ, մի քիչ տենց նեղված պիտի ասեմ, էլի, ինձ թվում է մենք դանդաղ ենք շարժում այդ ուղղությամբ։
շատ դանդաղ ենք շարժվում, որովհետև տեսեք Ուկրաինան 22 թվականից մինչև հիմա պատերազմի մեջ է, չէ՞, նրա ուղիղ սպառնալիքի տակ նրանք կարողանում են ստեղծագործել։ Ես չեմ ասում, որ նրանց օգնող չկա, ամբողջ եվրոպական ռեսուրսը, ինտելեկտուալ լեհերը, գերմանացիները, ֆրանսիացիները իրենք ամբողջ իրենց տեխնոլոգիական բանով մատակարարում են նրանց, այսինքն նրանց փորձը միանգամից է տեղի ունենում, այսինքն պատերազմի դաշտում սա էր պետք, միանգամից փորձարկեցին ու կիրառեցին։ Այդ փորձը միանգամից այդ այսպես ասած ինվեստորները կապ չունի, նյութական կլինի, գաղափարական կլինի, դա միանգամից հետ գնում է անում։ Այսինքն այն ինչը որ իրանք պետքա ինչ-որ պոլիգոնում փորձեին, արդեն Ուկրաինայում ռազմի դաշտում արդեն փորձած իրանք ձեռք են բերում։ Սա ձրի փորձ է, սա ձրի փորձ է այն պետությունների համար, ովքեր որ ինվեստիցիա են անում այս պատերազմում։ Բայց դժվար չի է, էլի մենք էլ ինտերնետային դարաշրջանը թերթից չենք կարդում, որտեղ պետքա տրամաբանական շղթաներ գծենք, որպեսզի հասկանանք ինչից հետո բոլորը դրվում է YouTube-ներ, բոլորը դրվում է ուղիղ եթերներ, որպեսզի ուժի ցուցադրման եւ քարոզչական նպատակներ եւ շատ արագ կարելի է դա սովորել, շատ արագ, եթե նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտություն կա, դժվար չի գնալ, տեսնել, շփվել, դա պետություն կա, պետությունը այդ ռեսուրսը ունի, ռազմարտունաբերության տղերքը, այնպես տղերք են, որ բոլորը կարող են այդ ամենը անել, միգուցե մենք այտենց նախաձեռնողականության խնդիր է բան։ Ես կդժվարանամ ասել, միգուցե դա իմ ներքին այտենց ասեմ զգացողությունն է, բայց դանդաղ կոտություն ես զգում եմ, էլի։ Ես կուզեմ, որպեսզի ես սխալվեմ, տեսեք ես ինչ եմ ասում, էլի։ Ես կուզեմ, որ այսպեսի ես հարցում սխալվեմ, ու այդ իմ սխալ լինելը պետության օգուտն է։ Իսկ ձեր կարծիքով ռազմարտունաբերությունը Հայաստանում ինչքանով եկամտաբեր հարց է, որովհետև նման խնդիրները, երբ որ մենք արծարծում ենք, շատ հաճախ հույսը էնտուզիաստ մարդիկ են, հա, նրանք ովքեր հայրենասեր են եւ նվիրված են, գործից հետո կզբաղվեն Հայաստանի ռազմարտունաբերության զարգացմամբ եւ այլն, այսինքն ես այդպես չեմ նայում այս հարցին, չէ, այդպես չի։ Ես բարեբախտաբար падգամավոր լինելու տարիներից եւ падգամավոր լինելուց հետո հիմա էլ այս ոլորտում եւ առնչվում եմ այդ ոլորտի մարդկանց հետ, նրանք բացի այն, որ էնտուզիաստ են, միևնույն ժամանակ նաև նախաձեռնող են, գործարար են ուղիղ իմաստով։ Ասածս գիտեք որն է, որ եկամտաբերել լինի, այսինքն միայն այդպես արժեքների եւ բաների վրա նստած չլինի, էլի։ Դա այսպես ասենք, այդտեղ դու չես կարող ակնկալել ահռելի եկամուտներ։ Դու այդտեղ սա էլ է իմ ասած այն պատերազմի հետ երկարատև եւ լավ ինվեստիցիա իմաստով։ Այն մարդիկ, ովքեր այդ ոլորտի մեջ մտած են, նրանք բազմապրոֆիլ, հեռատես ու ասենց ասեմ, էլի բարձր ինժեներական մտածողության դեր մարդիկ են, որոնք եթե նույնիսկ այդ ոլորտում չաշխատեն, դուրս գան այլ արտադրական ոլորտներ մտնեն, միևնույն ավելի ստեղծարար են, քան այդ ոլորտի ցանկացած մարդ։ Ու ես ավելի շատ հիմա իմ հույսը այս նոր սերունդի երեխա ինչքան էլ թերագնահատում ենք, ասում ենք նոր սերունդը այդքան կրթություն չի սիրում, այս չի սիրում, այն չի սիրում, բայց միգուցե տրադիցիոն կրթությունը չի սիրում։ Անպետք կրթությունը։ Նկատի ունեմ դառնալ մասնագետ, որը ես սիրում եմ այս խոսքը ասել, ասում եմ պետք չի շատ բան իմանալ, պետք է կարևոր բաներ իմանալ։ Կարևոր բաները դա կենսական բաներ են, այսինքն չէ, կենսական բաներ, այսինքն ինչպես ապրել, ինչպես դիմակայել, ինչպես դուրս գալ իրավիճակից, ինչպես հաղթահարել հոգեբանական խնդիրները, ինչպես հաղթահարելուց հետո հաղթանակի բերկրանքը ճիշտ բաժանել էմոցիոնալ իմաստով, այսինքն գլխապտույտի մեջ չընկնել, էլի։ Դրանք շատ ճիշտ բաներ են, որտեղ պետք է։ Ես դպրոցի հետ կապված էլի հարց ունեմ, որ ես կուզեմ ռազմարտունաբերության թիմից շատ ընկերներ կան, որոնք ուղիղ մասնակցություն ունենան եւ բարեգործներ, ովքեր կցանկանան դպրոցին օգնել, որպեսզի ես կարողանամ իմ դպրոցում էլ երիտասարդացնեմ դասախոսական կազմը։ Օրինակ իմ դպրոցում մենք դասախոս ունենք 85 տարեկան, փառք Աստծո, ոտքով ձեռքով գնալու աշխարհի առաջնության, շատ կարևոր բան է, Ռումինիա, հա, բազնա 85 տարեկան է,
շատ պինդ մարդ է եւ շատ պատվելի մարդ է ընկերեջիկը, բայց նա գնալու է մրցուների, բայց ես կուզեմ, որ սերնդափոխությունը լինի։ Իսկ ինչքանով գրավիչ ոլորտ է, որովհետեւ հույսը միայն դնել նա վրա, որ կուզենան գալ, օրինակ ձեր դպրոցում կամ ասա ռազմաճնաբերական որևէ կազմակերպությունում սովորեն եւ գնան բանակում 2 տարի ծառայեն, բայց կյանքում դա ինչով է պետք գալու։ Ռոբերտ ջան, հավատա ինձ, որ եթե դու կարողանում ես հեռակառավարվող բան ստեղծել, այդ հեռակառավարվող բանը միտեղ պետք է գալու։ Պատերազմներից, յուրաքանչյուր պատերազմներից հետո նորարարությունները մտել են կենցաղ։ Մեր ձեռքի այսպես կոչված սոտովի հեռախոսները պատերազմի հետևանք են։ Բոլոր ամենագնաց կամ բազմապրոֆիլ մեքենաները պատերազմի հետևանք են։ Մարդիկ, որ կարողանում են իրար հետ ինչ-որ նոր բան անել, ճիշտ է, պատերազմը խթանա տնտեսությունների կամ աշխարհայացների զարգացման։ Դաժան բան է, բայց այդպես է եղել այս քաղաքակրթությունը։ Մենք Homo sapiens ուրիշ նոր բան չի հորինել, էլի։ Բոլոր պատերազմները գեներացրել են կենցաղի համար, այդ պահածոները, չգիտես ինչերը, դրանք պատերազմի հետևանքով է, ով էր պահածոյացնում։ Պահածոյացման հնարքը չգիտեին նույնիսկ, բայց դա դարձավ process, չէ, արտադրական, կենցաղան շատ པարզ բան ասացի։ Իսկ մարդիկ ովքեր որ եթե ուշադրություն դարձրած եք, բոլորը այդ այսպես ասած այդ ինժեներական ոլորտից են, որոնք այդ լուծումները գտան։ Սովորական այդ պահածոյի կրիշկեն զակատի ինժեներ։ Այո, մեր պատկերացումներն էլ պետք է կրթության եւ մարդու ապագայի ընդհանրապես կենցաղի, հա, աշխատաշուկայի մարդը չի կորել։ Այդ կրթության մարդը չի կորել։ Որովհետև մեր կրթության համակարգը արտադրում է լիքը իրավաբաններ եւ տնտեսագետներ, որոնք հետո զբաղվում են ուրիշ բաներով։ Որը գյուղատնտես չի, բայց ուտել ուզում է այդ։ Նույն ծրագրավորող ուտել ուզում։ Նկատի ունեմ ռազմաարդյունաբերություն ընդհանրապես տեղեկատվական։ Հիմա ագրոբիզնեսը կարիք չունի անօթաչուների։ Այո։ Հիմա ամբողջ աշխարհը անօթաչուներով բան անում, պեստիցիդներով ախտահանում է, բանը ռոբոտիզացված տրակտորներով բաները, այդ մոլախոտերը վերացնում է, կարգավորում է, օդը, ջուրը, ամեն ինչ չափում է, արհեստական ինտելեկտն որոշում է, թե դու երբ բերքատվություն կունենաս, եւ այդ բերքատվությունը ինչքան արդյունավետություն կունենա, այսինքն շահութաբերությունը ինչքան կլինի։ Ոլորտ չի, դա պետքա չէ, այդ մեկը պայկա անել իմանա, մեկը ինչ-որ մի բան փչանա սարքելու, ամեն անգամ դրսից մենք մարդ չենք բերելու կամ ամեն անգամ Չինաստանից մասնագետ չենք բերել, որ այդ սարքը նաստրոյկա անի, կներեք այդ բառի համար կարգավորի, լավ, հայերեն ասեմ, կարգավորի, որպեսզի Այսինքն սա պրակտիկ նշանակություն էլ կարող է ունենալ։ Խիստ Ասենք մեր երեխեքը մասնագիտություն չի 2 տարի ժամկետով, էլի, ասածս դա։ Դա այո, եւ մասնագիտություն հիմա տեսեք, կգա ժամանակ ու հիմա արդեն փաստացի կա, տեսեք մի հատ լավ օրինակ բերեմ, էլի։ Նեղության պայմաններում այնպիսի երկրներ ոնց որ ասենք Թուրքիան է, Իրանն է, որոնց ժամանակին թույլ չէր տրվում ինքսեփական ինքնաթիռ, սեփական ռազմաարդյունաբերություն ունենալ։ Իրանը չի մատակարարում այս ամբողջ պատերազմի ընթացքում անօթաչությունից։ Շահեդները, այո։ Մենք շահեդները չի, մենք միայն շահեդների անուն ենք լսել, բայց շահեդները չեն միայն։ Բայց դա ոնց եղավ, այսինքն շարժիչները իրանք են արտադրում, բոլոր լրացուցիչ կոմպոնենտները իրանք են արտադրում։ Նույնը Թուրքիան պարտադրանքի ուժով, չէ, այսինքն ինքը չէր կարող հեռակառավարվող կամ S400-ների, S500-ների կոնտրակտ անել եւ ստիպված գնաց այս ակինչիների, բայրակթարների, մյուսի անունը մոռացա, որ թուրքական անունները դժվար է հիշել, բայց հասավ չէ այդ արդյունքների։ Արցախի պատերազմով իրանք իրենց գովազ դարեցին, ծախեցին իրենց բաները։ Հիմա հարցը հենց դրանում է, որ այդ ուկրաինացիները նույն ուկրաինացիների մտքով անցնում է, որ իրանք պետք է անօթաչուների մեծ բանակ ունենան։ Իրանց ան 2-ը կամ ան 12-ը տենց հեղինակությունա ձեռբերելու։ Մեր Արցախյան պատերազմի ժամանակ բոլոր այդ կուկուրուզնիկ կոչվածները Ուկրաինայից են իրան կարևոր կերծ նշանակետեր էին անում, մեր բանը հոպը աշխատում էր, մեր տեղադրությունը ֆիքսում էին ու խփում էին։ Չէ, տեղադրություն ֆիքսելու համար են իրանք բաց թողում։ Բայց ախր դա էլ է չէ ստրատեգիկ մտածողության արդյունք, այսինքն միգուցե մենք էլ պիտի տենց Սրանից մի քանի տարի առաջ բան են, չէ, ասում են, որ պետք է ինքնաթիռի գործարան, թեթև ինքնաթիռների, լավ կլներ, որ դա լիներ։ Իսկ սեփական հոպ զորքերի կազմում նաև ԱԹՍ-ների բանակ ունենալու ինչպիսի պոտենցիալ եւ կա, իհարկե կա։ Հիմա էլ ունենք, կա, աշխատում են տղերքը, ես հարկասույի ճանաչում են որոշներին, որոնք բարձր արդյունքներ են ցույց տվել, հյուրընկալել ենք մեր դպրոց իրանց երեխաներին ասել ենք ծանոթացրենք, իհարկե դա չհրապարակող նյութ է, բայց
այսքան մասով կարող եմ ամփոփել, որ երեխաները տեսան, որ տեսեք բարձրաստիճան մարդիկ են, որոնք բարձր արդյունքներ ունեն, ծանոթացեք, հասկացեք, որ ապագա կա, նրանք էլ են ուրախ, որ նոր սերունդ կա, որ իրենց փոխարինող կա ու իրենց հմտությունները ինչ որտեղ նաև իրանք երեխեքիցս սովորելու բան ունեն, ես դրանից ավելի մեծ պարծանք, հպարտություն, ուրախություն զգացի։ Հենց որ այնպես որ մեր դպրոցներում ոչ միայն վատ դեպքեր են տեղի ունենում, այլև կրթվում են։ Բարեբախտաբար մեր դպրոցում վատ դեպքեր չկան, մեր երեխեքը եւ ապագաներ են, ապագա են երեխաները ստացել։ Գիտեք, ծնողները ովքեր որ կարծում են, որ երեխային փողոցից կտրելով այստեղ բերել, այդ ձևի երեխեք չպիտի լինեն, պիտի լինեն երեխեք, որոնք որ սիրահարվում են, գիտակցված են։ Բայց ես քեզ մի բան էլ ասեմ, սա, չգիտեմ, երեխաները ովքեր, բոլոր երեխաները, բոլոր, ինձ մոտ սովորում են եւ աղջիկներ եւ տղաներ, ամենահետաքրքիր դա է, որ աղջիկներ ունեմ, փառը հետաքրքիր գիտեք որն է, բոլոր երեխաները դա երազում են մանկությունից թռնել, չէ՞, իրանք ուզում են ուժեղ լինել, թռնել։ Եվ որ գալիս են, իրանք են թռցնում ինչ որ բան, իրանք ասոցացնում են իրանց հետ այդ թռիչքը եւ իրանց բերկրանքը դա տեսնելու բան է։ Ես էլի կոչ եմ անում, որպեսզի պետական շատ համակարգեր մեր հետ փորձեն, ես էլ պատրաստ եմ եւ ոչ թե նստել եմ սպասում, ես կոչ եմ անում, որպեսզի համագործակցենք բարերարներին, ովքեր կուզենան երեխաների, մեր սերունդի, մեր ապագայի վրա ներդրում անել, ես էլի բաց եմ Աշոտ Ղուլյանի դպրոց, մեր Facebook-յան էջը կա, հեռախոսները կա, հասանելի ենք, հիմա մի քիչ ամառային արձակուրդների պատճառով մի քիչ շուտ ենք սկսում դասերը, որպեսզի երեխաները վայելեն իրենց արձակուրդը, բայց մենք տարիքային սահմանափակում չունենք, սեռային խնդիր չունենք, մեզ մոտ սովորում են երեխաները ու կապ չունի, թե ինքը գտնվում է Նորքի զանգվածում, մեզ մոտ գալիս են մարզերից, հնարավոր բոլոր ճանապարհները բերում են մեզ դպրոց երեխաների։ Հրաշալի է, պարոն Բաբայան, ձեզ հաջողություն, այսինքն մեծ հաջողություն։ Անչափ շնորհակալ։ Արգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում զրուցում ենք Հարություն Բաբայանի հետ։